Լարված է անցնում Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների գործով դատական նիստը։ Կրքերը թեժանում են նիստերի դահլիճում, երբ դատախազներից մեկը Բագրատ arքեպիսկոպոսին դիմում է պարոն Գալստանյան։ Պարոն Գալստանյանի պաշտպանների ֆունկցիա վերցնելու ցանկություն չկա։ Եթե դահլիճում պարոն Գալստանյան չկա, իր պաշտպանները կբացատրեն երևի կհասկանա։ Ուրեմն այս դահլիճում պարոն Գալստանյան չկա, ու այդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք։ Մենակ մխիթար գործ չեք ստանալու, ուրիշ բաներ էլ եք ստանալու։ Լսեցինք, նստեք։ Իբր ահաբեկչության նախապատրաստման համար այս գործով կալանավորված խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը փասիվ ունենալու կամ չունենալու հարց է համարում Սրբազանին պարոնով դիմելը։ Եվ արդարությունը գիտենք եւ մեր նամուս թասիբը պայելու ձևը գիտենք։ Ուրեմն մեղադրողներ, այդ դաժե որ են թասիբը չունեն գործից դուրս, Բագրատ Սրբազան դիմեք, Բագրատ Սրբազան դիմեք լսեք, ուրեմն լսի։ Ուրեմն մի ընդհանրից որ դու խոսում ես չեմ ընդհանրում։ Պատվարժան դատող։ Իրավիճակը հանդարտեցնելու համար դատարանը ընդմիջում է հայտարարում։ Հետո փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը միջնորդում է դադարեցնել իր պաշտպանյալի բլոգեր Արմեն Ալեքսանյանի դեմ քրեական հետապնդումը։ Սրբազան պայքարի աջակից բլոգերի մեղադրանքի հիմքում ըստ փաստաբանի տիկտոկյան մի սատիրիկ տեսանյութ է, որում նա Նիկոլ Փաշինյանին է դիմում, ցույց տալիս, թե ինչպես պետք է սոխը ճիշտ կտրատել, ձվածեղը ճիշտ պատրաստել։ Ըստ էության Արմենը կրկնում է Հայաստանի վարչապետի Սուրբ Ծննդյան նախաճաշ վերնագրով հրապարակած հունվար 6-յան տեսանյութը։ Բայց մեղադրվում է քրեական օրենսգրքի 308 հոդվածով, պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելու հատկանիշներով։ Ըստ հանցակազմի տարերի շարժվենք առաջ, պայթյուն արել է, այո արել է, որովհետև երբ որ ձուն ընկնում է ձեթի մեջ, այստեղ պայթյունանման և հրկիզմանը բնորոշ գործողություններ տեղի ունեն։ Փաստաբանը քաղաքական հաշվեհարդար է համարում Արմեն Ալեքսանյանին կալանավորելը։ Բլոգերի քրեական հետապնդումը չի դադարեցնում, սակայն Բագրատ Սրբազանի և մյուս 17 կալանավորների գործով մեղադրվող Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանի և գնդապետ Միհրան Մաղսուդյանի խափանման միջոց կալանքը փոխարինվում է տնային կալանքով և գրավով։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան և Նորայր Հակոբյան, Այլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։